Երկիր մեդիայի ուղիղ եթերը շարունակում է առավոտյան ծրագիրը եւս մեկ անգամ բարև երկիր։ Եվ մեր հաջորդ հյուրին ներկայացնելը կարծում եմ այդքան էլ դժվար չէ, մյուս կողմից նաեւ շատ ավելի պարտավորեցնող է։ Երկիչ, ով տասնամյակներ շարունակ կարողացել է մարդկանց սրտեր գերել, երկիչ, ում երկերի ներքո տասնամյակներ շարունակ մարդիկ սեր են խոստովանել, տարբեր սերունդներ, որոնք կամա թե ակամա պարզապես սիրել են, սիրահարվել են, հիասթափվել են, տխրել են, ուրախացել են Հարութ Փամբուկչյանի երկերի ներքո։ Մեր հյուրը Հարութ Փամբուկչյանն է, ամերիկահայ երկիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։ Բարի առավոտ։ Շնորհակալություն այս բացառիկ հնարավորության համար եւ նաեւ շնորհակալություն, որ այսօր հատկապես այստեղ կիթառով եք։ Մեր հեռուստատողներին ամենասկզբից տեղեկացնենք, որ նաեւ կենթանի կատարմամբ կլսենք Հարութ Փամբուկչյանի կատարումներից, բայց նաեւ շարունակելով զրույցը ու արդեն թերևս սկսելով։ Միանգամից տեսահոլովակից նաեւ ու հին երկերի նախկին ժամանակներում իրենց կյանքը ունեցած ստեղծագործությունների ժամանակակից մեկնաբանություններ, ինչպես ստացվեց եւ ինչու որոշեցիք հենց այդտեղից սկսել։ Գիտեք ինչ, նախ բարի լույս իմ հայրենակիցներին, ինչպես նաեւ ձեզ եւ այս առիթը ինձ արգելվելու համար։ Սիրուշոյի հետ մենք բարեկամներ ենք, Սիրուշոն ապրել է ժամանակին Կանադայում, Տորոնտո քաղաքում եւ փոքր տարիքի ժամանակ եւ մենք Տորոնտո շատ ենք այցելում, տարին 2 անգամ գնում ենք երկելու, ինքն էլ այդ երկերով է մեծացել եւ Լոս Անջելեսում էր եւ դիմեց ինձ եւ ես երբ որ դիմողը տաղանդավոր է, ես ոչ մի անգամ չեմ մերժում եւ ասի ինչ երկեր ուզում երկես ինքը մատը դերեց այս երկի վրա եւ այդպես զայնագրեցինք եւ գիտեք ինչն է ուրախալին երկում ես ես այդ երկը զայնագրել եմ 80-ականներին 32-33 տարվա երկ է հիմա փաստորեն երկը նորից ծնվեց ու իր երկրորդ կյանքը ապրեց ու դա ինձ շատ է ուրախացնում եւ հիմա նոր սերունդը ավելի այս վարիանտով ուզում լսել ես երկը եւ ինչու՞ չէ դա ձայնագրեցինք եւ երկը նորից ապրեց, նորից կյանքը երկարեց։ Հարութ Փամբուկչյանի վերադարձը հայկական իրականություն, հայաստանյան իրականություն ստացվեց մի ժամանակահատվածում, երբ կրկին կամա թե ակամա բոլորս լսում էինք, բոլորս վայելում էինք կատարումներ, որոնք իսկապես ասելիք ունեն։ Ու ինչ փոխվեց ձեր կյանքում այս վերադարձով եւ ինչ տվեց ձեզ, որպեսզի նաեւ մեր հայաստանյան լսարանը մի փոքր ավելի մանրամասն իմանա, ինչ էր ձեզ համար այս վերադարձը։ Վերադարձը գիտեք ոնց է ամեն մի պարկեշտ մարդ գոնե մի անգամ պետք է այցելի իր երկիրը, բայց ես գիտեի, որ այստեղ լսում են ինձ, բայց ես չէի պատկերացնում, որ այս աստիճանի, որ առաջին համերգներս, որ մենք ունեցանք Հրազդան ստադիոնում 1989-ից հետո ամենջավայց երկրաշարժից, ծանր տարիներ էին, բայց կարծես այդ համերգները հուսադրիչ երևույթ եղավ մեր ժողովրդի համար, ասում եմ 6 համերգ Հրազդան ստադիոն եւ 1.5 ամիս ամեն օր համալիր օրական 1 համերգ, իսկ շաբաթ կիրակի օրերը օրական 2 համերգ, այսինքն ես երկում էի ու չէի հոգնում, որովհետև ժողովրդի կողմից այնքան ուժ էի ստանում, նամանավանդ որ գիտեք ինչ է, երբ որ առաջի տողը երկում ես եւ միկրոֆոնը դնում ես եւ ժողովուրդը սկսում է ինքը երկը շարունակել մինչեւ վերջ, դա երկի համար մեծ պարգև է կարող է լինել, գոնե ինձ համար տենց է, դա ինձ նշանակում է, որ իսկապես երկդ ինչ-որ գործարել ես, իզուրտեղ չի անցել, մարդիկ վերցրել են այդ երկը, դասրել են իրենցը, և հիմա ես դրա արդյունքը տեսնում եմ, մեջտեղում է ամեն ինչ, փողոցում քայլում են, բոլորը հավաքվում են, այսինքն փոքրից մինչև վերջ, գիտեք ինչ է, եւ վերջապես որևէ մի արվեստագետ, որ մի գործ է սկսում, պետք է այսինքն պետք է իր նպատակը ունենա։ Ես կարծում եմ, որ իմ արած գործը այս տարիների ընթացքին ինչ որ արել եմ, սերունդներ են մեծացել եւ հիմա կրկնակի ուրախ եմ, որ տեսնում եմ, որ նոր սերունդներ է ճանաչում
ու երգերս գիտեն ու սիրում են դա իմ համար ամենամեծ երջանկությունն է։ Նոր սերունդը ավելի շատ ձեզ քաղաքային ֆոլկլորում ճանաչում է որպես սիրո գովերգիչ։ Քչերը գիտեն ձեր հայրենասիրության ու ազատության ինքնատիպ ընկալումների մասին, որը նաև շատ երգերում է արտացոլված։ Արդյոք սա գալիս է ցեղասպանությունը վերապրած ծնողների ժառանգ լինելուց։ Ես իսկապես սպասում էի այս հարցին։ Նախ ես զավակն եմ Զեյթունցի Եսայի Փամբուկյանի եւ Տիգրանակերտի Ծաղիկ Սահակյանի, որոնք 46-ին ներգաղթել են հայրենիք։ Ասում որ Նախ Բեյրութ, ապա իրենք Բեյրութ են ապրել, Մազապուրց ջարդից փաղել են, այնտեղ ամուսնացել են եւ 46 թվականին ներգաղթին եկել են Հայաստան եւ ես այստեղ եմ ծնվել։ Նախ ասեմ ամենաառաջին երևի երկրորդ սերունդն եմ հայրս աչքի վրա այստեղ կացնի հարվածումներ այստեղից ճիշտ աչքի վրա եւ ես փոքր ժամանակ Այդ ժամանակ նա եղել է ընդամենը 14-15 տարեկան ցեղասպանության ժամանակ եւ ես հարցնում էի փոքր էի ինքը չէր ասում որ հոգեկան ներքնաշարս չխառնելու համար բայց երբ որ սկսա քիչ մեծանալ արդեն սկսեց պատմել թե ինչպես են ազատ եւ դա ինձ բան էր տալի, այսինքն սկսեցի հետաքրքրվել արդեն ոչ թե միայն հայկական ժողովրդական երգով, հայկական հայրենասիրական երգով եւ իմիջիալը ծնողներս տան մեջ երգում էին այն ժամանակ հեղափոխական երգեր, մենք անկեղծում ենք հայրենասիրության ֆիդայների մասին երգեր եւ դրանք իսկապես ինձ համար դարձան դպրոցի պես մի բան եւ երգերը մինչեւ ես շարունակում եմ երգել։ Այսօր նաև բացառիկ հնարավորություն ունեք հայրենասիրական թեման շարունակելով։ Բացառիկ հնարավորություն ունեք շնորհավորելու մեր հանրապետության անկախության 25-ամյակը։ Քառորդ դար, որից առաջ դուք կարծես թե ձեր մուտքը Հայաստան ցանկալի չէր շատերի համար քաղաքական դաշտում։ Այս պարագայում ձեզ համար անկախ պետականությունը ու անկախ երկիրը որքանով է կարևորվում եւ շնորհավորելիս ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողներին։ Գիտեք ինչ է, ժամանակին ոչ մեկս չեն կարող երազել անկախություն, ինչ անկախություն, ու քանի գլխանի ենք մենք որ դի կարողանանք այսինքն անկախանալ, բայց չգիտես ժամանակները փոխվում են, մարդիկ փոխվում են եւ փաստորեն դուրս է գալիս որ այդ անկախությունը առաջի անկախության ժամանակ Սարդարապետի կռիվ մենք հաղթեցինք, որ կարողացանք այդ անկախությունը ունել, բայց այս պարագային այդ սովետական խորհրդային միության այդ հզոր մտքով կասեմ հզոր կայսրությունը կարող է փոխվել եւ հանկարծ ոսկե սկուտեղով մեր անկախությունը մեզ դնեն մեր ձեռք եւ գիտեք ինչ է երևի երջանիկ ազգերից ենք մենք որ ապրել ենք այս երկրորդ անկախությունը շատ-շատերը կորել գնացել են բայց շատ ազգեր մեծ պետություններ կորել գնացել են իսկ մենք ունենք այդ անկախությունը եւ պետք է գուրգուրենք փայփայենք այդ մեր ունեցածի վրա եւ շարունակենք ապրել Ինչ կատարում կնվիրեք հիմա մեր հեռուստադիտողներին երկար չսպասեն նրանք գիտեն որ անհամբեր են Ես չէի մտածում որ կերկեմ այսօր, բայց երբ որ տեսա այդ աղջիկներ տղաներ որ խորով երգում էին 3-4 զայն մտածի որ ասի գիտարը լավ ինքերս տեղ ապրում արտավարձ եղոյին մի անգամից ուղարկեցին գիտարը ես ուզում եմ երգեմ դրան համար մի երգ Արմեն Մանդակոնյանի Անցիր այգետակ երգը, բայց օրիգինալը կատարեմ թող լսեն իմ հայրենասեր բարեկամներ Արշալույսը արդեն բացվեց, արել ժպտաց, հավքը երկեց, բայց իմ հոգին դեռ խավար է, ջանս առանց քեզ։
Գիշերվա լռության մեջ մի կյանք երազիս մեջ Գիշեր ցերեկ ոնց տարբերեմ իմ սեր առանց քեզ Անցիր այն գետակ քո ճամփան օլոր էլ ինչ ես կանգնել ինձ նման մոլոր Անցիր այն գետակ քո ճամփան օլոր էլ ինչ ես կանգնել ինձ նման մոլոր Երազում եմ ափիտ նստած անուշ ярից աչքերս տած հոգիս պապակ կյանքս դատարկ ջանս առանց քեզ շուր ես սախունք շուր ես վարդեր թափառում եմ ես անտարբեր ինչպես կարող եմ ես ապրել իմ սեր առանց քեզ անցիր այն գետակ քո ճամփան օլոր էլ ինչ ես կանգնել ինձ նման մոլոր անցիր այն գետակ քո ճամփան օլոր էլ ինչ ես կանգնել ինձ նման մոլոր էլ ինչ ես կանգնել ինձ նման մոլոր էլ ինչ ես կանգնել ինձ նման մոլոր Ra 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 Շնորհակալություն այս գեղեցիկ կատարման համար ու ակամայից հարց է առաջանում Ես գիտեմ, որ ձեր կնոջ մահը շատ մեծ ազդեցություն ունեցավ ձեր ներաշխարհի ու ձեր կյանքի վրա Արդյոք գետակի պես մոլոր էիք մի քիչ ասել գետակի պես մոլոր էի գիտեք ինչ ես ինձ տվել են այդ հարցը երբ որ կորցնում ես մի բան, որ աշխարհի ամենաթանկ բանը քո համար, ես 3 տարի ասում եմ աշխարհի գույները չէի զգում, նախ երկինքը կապույտ չէր այլևս ինձ համար, մի անգամ արդեն ասել եմ, հիշում եք այն հին խորհրդային սովետական ժամանակի այդ հեռուստացույցները կային, սև ջերմակ, որ միշտ նկարը փախչում էր, աշխարհը տենց էի տեսնում հիշողություններ, գիտեք ինչ հիշողություններից չես կարողանում փախչել, երբ որ ապրում ես մեկի հետ 38 տարի, 40 տարի, կարծում ես այդպես է, կյանքը այդպես էլ պետք է լինի, կյանքի օրենքն է դա, բայց ես շուտ կորցեցի իրեն եւ գիտեք ինչ հիշողություններից չես կարողանում փախչել, որ ուր գնում ես Օրինակ, ես աշխարհը ուր որ գնացել եմ, երկելու ինքը միշտ իմ հետ է եղել, երբ որ Փարիզում Շանզելիզե պողոտայի վրա նստում ենք ռեստորան եւ ռեստորանի մատուցողը գալիս է ու ասում է, որտեղ է ձեր կինը։ Շատ Ես չի ուզի, որ հիմա առավոտ կանող տխրեցնել մեր հանդիսատեսին հեռուստադիոներին, բայց գիտեք ինչ է, մենք հայ տղամարդիկս մի քիչ ակլոր ենք, ասենք, մենք ենք տան տղամարդը, մենք ինչ որ ասենք այդպես պետք է լինի, բայց մենք չենք կարող պատկերացնել, իսկ մի ընտանիք կառուցողը
ասում են կառուցողը կինն է, միևնույն ժամանակ քանդողն է, բայց ես չեմ հավատում, որ մի կին ուզենա քանդել իր ընտանիքը։ Ռուզանը իմ ընտանիքը կերտողն էր, նա գիտեք ինչ, տղամարդիկ ընդհանրապես չեն իմանում ֆինանսների հարգը, իր աշխատած դրամների ֆինանսների հարգը մենք չգիտենք ոչ մի անգամ։ Իսկ ինքն էր մեզ կառավարում, ինքը մեր տան թե նախագահն էր, թե փոխնախագահն էր, ամեն ինչն էր, բայց գիտեք ինչ է, մի հատ տարիք առաջ մարդ մոտեցավ ինձ եւ ասաց Հարութ, այսպես հուզվել էի միշտ, Հարութ ջան, դու գիտես ինչ, դու ինքդ քեզ չպետք է կորցնես, պետք է այնպես մտածի, որ մի ժողովուրդ կա, մի ազգ կա, ամբողջ մի ազգ կա, որ սիրում են քեզ, ու սիրում են ու գնահատում են քեզ, եւ այդ ժողովուրդը դեռ քեզանից սպասելիքներ ունի, եւ իմացիր, եթե քեզ մի բան պատահեց, ոչ թե մենակ քո տղան է տխրելու, թե քո ընկերներն են տխրելու, այ ամբողջ ազգն է տխրելու։ Եվ գիտեք ինչ, դա ինձ ահագին գոտեպնդեց, ասի Հարութ ջան, պետք է մի քիչ ինքդ հավաքես ինքդ քեզ եւ հիմա անում եմ, փորձում եմ անել այն, ես գիտեմ, որ փորձում եմ անել այն, ինչ որ Ռուզանին դուր կգար, գոնե ասում եմ, գոնե զեւի կարողանամ պարտքս չեմ կարող փակել ես իրեն անդեպ, ասում եմ գոնե այս ձևի ես իմանամ, որ ինքը հանգիստ երկնքում ինձ ասում են, որ ինքը նայում է քեզ, տղայիդ, քեզ նայում է, դու պետք է դրանով մխիթարվես։ Բարև երկրի եթերում շարունակում ենք մեր զրույցը ամերիկահայ երգիչ, երաժիշտ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի հետ, սիրելի հեռուստադիտողներ, ընթացքում ենք պայմանավորվեցինք եւ որոշեցինք եւս մեկ կատարում կլինի եթերում, բայց մնում եք մեզ հետ, մենք շարունակում ենք զրույցը։ Այսպես ես մի փոքրիկ մեջբերում եմ ուզում անել Սիլվա Կապտիկյանի բանաստեղծությունից, երկուտող, որը նաեւ ձեզ համար դարձել է ձեր կատարումներից գոնե իմ առանձնացմամբ լավագույններից մեկն է, որը շատ լսում են մեր երիտասարդները։ Բայց երբ սիրտս է ուզում ձայնել ու քեզ տեսնել իր դեմ, ինչով փակեմ սրտիս լեզուն, սրտիս աչքը ինչով փակեմ, ինչով են փակում։ Սիրով, միայն սիրով, ուրիշ բանով, երբ որ մի բան սիրելով ես անում, սիրտդ էլ է հանգստանում։ Բայց այդ երգը մեջար Լևոն Սևանի երգերից մեկն էր, որ համարյա ընկել էր Մոռացության գիրքը, այդ մեր ժամանակների 70-ական թվականների գժանոց երգներ եւ բան արեց, վերցեցինք ու ձայնագրեցինք ու երգը նորից ոնց որ ասում եմ երգը ապրեց եւ մինչեւ հիմա լավ է որ երգը ջալներն են երգում արդեն դա ուրախալի է։ Հայաստանյան աշխատանքներում շատ չեն առանձնանում տեսահոլովակները, գիտեմ, որի սիրահարը չեք, նաև մենահամերգները, երբ կլինի հայ հանդիսատեսը երբ ակնկալի։ Մենահամերգները երկրորդ տարվա մեջ մտածում են անել, երկրորդ տարվա մեջ ես իմ մենահամերգները անելու Լոս Անջելեսում փետրվարին երաժշտական գործունեության 52-53-րդ տարի, որ ասում եմ 52-ի ժողովրդի եվրիկ մանես տարեսի, երբ որ ինձ ասում են, հա պարոն արքային տարեկան եք, ասում են ինձ մի հարցերեք տենց հարցերես, դինոզավր եմ, մոռացել եմ մեռնելու։ Բայց երկրորդ տարվա մեջ մտածում են, որ համերգներ կլինեն Երևանում։ Ինչ կատարում եք որոշել հիմա նվիրել այս պահին։ Իմ ընկերոջ երգը պետք է երգեմ, Ռուբեն Ախվերդյանի երգերից մեկը, որի միջալուց ասեմ, այս երգը որ պետք է երգեմ, մեր տան մեջ ա գրել ու ինքը դեռ չհասցրեց բան անելու, մի անգամ ես ձայնագրեցի, որ առաջինը ես երկած լինեմ։ Ռուբո ջան, քեզ համար ես երգը։ Մեր տարիներ մեզնից հեռանում են, թողնում են, մեզ հետ մեզ մենակ, հազար երանի նրան ով ունի անհոգ ապրելու ժամանակ, 50-ից հետո մարդիկ դառնում են մի քիչ մտածկոտ, փորձում են ասես անցյալից մաքրել է ջեր կեղտոտ, 50-ից հետո
Արագենքան պտտում տարին, որ էլ չենք հասնում տարբերել չար ու բարին, 50-ից հետո սեղանը քեֆի կիսատ ենք թողնում, որից նախկինում մինչև առավոտ չենք հեռանում, մեր տարիները մեզնից հեռանում են, թողնում են մեզ հետ մեզ, մենակ, հազար երանի, նրան ով ունի անհոգ ապրելու ժամանակ, 50-ից հետո փորձում ենք սակայն, բայց էլ չենք գտնում, անաղջիկներին, որոնց նախկինում չէինք որոնում, անաղջիկներին, որոնց համբույրից չէինք հագենում, 50-ից հետո դառնում են երգեր մեր կացանկում, երանի նրանց, ովքեր 50-ից առաջ են ապրում, ու սերը մասին անվերջ երգեր են երգում ու երգում, մեր տարիները մեզնից հեռանում են, թողնում են մեզ հետ մեզ, մենակ, հազար երանի, նրան ով ունի անդարդ ապրելու ժամանակ, 50-ից հետո ընկերները մեր հերթով հեռանում, ու տեղերը նրանց արդեն մեկ ընդմիշտ թափուր են մնում, 50-ից հետո կյանքն է մեզանից, թե մենք ենք հոգնում, որ թվում է դելաս աշխարից, բան չենք հասկանում, 50-ից հետո կորցրածդ շատ, շահածդ ոչինչ, դատարկ է թվում, կյանքում ամեն բան, արդեն ամեն ինչ, մեր տարիները մեզնից հեռանում են, թողնում են մեզ հետ մեզ, մենակ, հազար երանի, նրան ով ունի անհոգ ապրելու ժամանակ, 50-ից հետո նույնիսկ հայելին մեզնից ամաչում, ու ցույց է տալիս, որ ինքն են արդեն մեզ չի ճանաչում, 50-ից հետո դառնում ենք հանկարծ մի պաստի վկա, որ մեր սխալապրած կյանքը շտկելու ժամանակ չկա, ժամանակն անտես անկոչ հյուրի պես այցելում է քեզ, հասկացում ասես, որ ինքդ քեզանից շուտով կազատվես, մեր տարիները մեզնից հեռանում են, թողնում են մեզ հետ մեզ մենակ, ախ հազար երանի, նրան ով ունի անհոգ ապրելու ժամանակ, հազար երանի, նրան ունի անհոգ ապրելու ժամանակ, դարարարա, Շնորհակալություն այս կատարման համար, եւս 50-ից հետո ձեր օրինակով դուք ապացուցում եք, որ 50-ից հետո կյանքը շարունակվում է նոր երանգներով, էլ ավելի գունեղ, քան առաջ էր, ու նաեւ անսպար եռան ձեզ, որպեսզի շարունակեք մեզ նվիրել նոր ստեղծագործություններ։ Շնորհակալ եմ, Ռոժան, եւ շնորհակալ եմ այս հաղորդմանը, որ այս պատիվը տվեցիք ինձ, որ կարողացա նորից շփվել իմ ժողովրդի հետ։